Գառնան գյուղատնտեսական աշխատանքներն ու ոլորտին առնչվող հարցերը քննարկելու նպատակով Լոռում արվում էր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Նախարարը հանդիպեց մարզպետ Արթուր Նալբանդյանի եւ համայնքապետերի հետ։ Ամփոփվեցին 2014 թվականին կատարված աշխատանքները, մատնանշվեցին թերացումներն ու բացթողումները։ Թեպետ 2014 թվականին հանրապետության ողջ տարածքում գրանցվեցին ցրտահարման դեպքեր, այնուամենայնիվ բուսական կենդանական ծագման գյուղմթերքների աճ է նկատվել, ունենալով հետեւյալ վիճակագրական արդյունքները։ Հանրապետության գյուղատնտեսությունն ունեցավ 7.2% աճ, արտադրվեց 993.5 միլիարդ դրամի համախառն արտադրանք։ Լոռու մարզում արտադրվեց 73 միլիարդ 700 միլիոնի գյուղատնտեսական արտադրանք, որը կազմում է ընդհանուր գյուղատնտեսական համախառն արտադրանքի 7.4%։ Այսինքն Լոռու մարզը բավականին ծանրակշիռ դեր ունի մեր հանրապետության տնտեսության զարգացման մեջ։ Այս տարի եւս պետության կողմից գյուղական համայնքներին կտրամադրվի աջակցություն պարարտանյութի, սերմնացուի եւ դիզվառելիքի տեսքով։ Վերջին 3-4 տարիների ընթացքում մարզում եւ հանրապետության ողջ տարածքում աշխատանքներ են տարվել հողերն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։ Եթե 2011 թվականին Լոռու մարզում մշակվում էր հողերի 47%, ապա այս 4 տարիների ընթացքում հողերի մշակման ծավալը հասել է 78%-ի, վստահեցնում է նախարարը։ Այս տարի շրջանառության մեջ է դրվելու 15-ից 16,000 հեկտար հողատարածք։ Նախարարը հողերի արդյունավետ օգտագործումն ու վարելահողերի ավելացումը համարեց գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ ձեռքբերումը։ Մեր հանրապետությունում վարելահողերի 75%-ը անցյալ տարվա դրությամբ արդեն մենք օգտագործում ենք եւ այս տարի լրացուցիչ պետք է ուրեմն շրջանառության մեջ դնենք լրացուցիչ 16,000 հեկտար հողեր։ Մեր ամենամեծ ձեռքբերումը սա է, ես գյուղատնտեսության ոլորտի ես համարում եմ, որ սա լուրջ խնդիր է մեզ համար եւ մենք հատկապես համարվելով սակավահող երկիր, մեր հողերը պետք է անմշակ չթողենք։ Ներկրվող ապրանքների գները փոխարժեքի տատանումների հետևանքով թանկացան։ Այս առումով պետության կողմից լրացուցիչ սուբսիդավորում է արվելու, որից կշահի գյուղացի եւ ապրանքը կգնի նույն գնով։ Ազոտական պարարտանյութի մեկ պարկը կարժենա 6000, իսկ ֆոսֆորական կալիումական պարարտանյութին է 7000 դրամ։ Պետությունը սուբսիդավորելու է գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի 6%, գյուղացին վարկ կստանա 8%-ով։ Միայն այս վարկերի սուբսիդավորման համար պետությունը հատկացրել է 1 միլիարդ 250 միլիոն դրամ։ Այդ վարկերի սուբսիդավորվող տոկոսը, որը նախկինում կազմել 4%, այս տարի 2%-ով ավելացավ, այսինքն պետությունը սուբսիդավորվել է գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի 6%-ը, գյուղացին վարկը կստանա արդեն 8%-ով, անցյալ տարի ստանում էին 10%-ով։ Եվ հայկական դրամով շատ սա բավականին լուրջ օգնություն է գյուղացիական տնտեսություններին։ Նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության ոլորտի նվաճումների համար արժանավորները նախարարության կողմից աշխատող չարվեցին։ Նշանակալի ավանդի եւ բեղնավոր աշխատանքի համար Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից արժանացավ ոսկե մեդալի։ Շնորհակալագրով պարգևատրվեցին նաեւ մի քանի համայնքապետեր։ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական նվաճումների համար ոսկե մեդալով պարգևատրվում է Պալյան Գագիկ։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը ամփոփեց մեկ տարվա արդյունքները։ Գյուղատնտեսության ոլորտի առաջնային խնդիրներից է ոռոգումը։ Մասնավորապես ԽՍՀՄ-ի տարիներից ի վեր չեն փոխվել ոռոգումն ապահովող սարքավորումները եւ գտնվում են անբարեկարգ վիճակում։ Խնդիրը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում։ Սովետական տարիներից մնացած այդ ցանցերը ամբողջապես շարքից դուրս են եկել եւ ես արդեն ասացի, որ մեծ ներդրումներ են պահանջում, ֆինանսական հսկայական ներդրումներ, դրա հնարավորությունը մենք չունենք։ Հիմա մենք բանակցում ենք միջազգային մի շարք կառույցների հետ, որպեսզի ֆինանսական միջոցներ ներգրավենք այդ աշխատանքները կատարելու համար, սակայն նորից եմ կրկնում, որ աստիճանաբար պետք է կատարվի, միանգամից անհնարին է լանել։ Համայնքի ղեկավարների մոտ կուտակված հարցեր կային եւ այդ հարցերը բարձրացրեցին գյուղնախարարը եւ ջրային կոմիտեի տնօրենը սպառիչ պատասխաններ տվեցին, իսկ այն հարցերը, որը բարձրացվեց համայնքի ղեկավարների կողմից, որոնք այս պահին չպատասխանվեցին, ես համոզված եմ, որ առաջիկա օրերին անպայման կուսումնասիրվի գյուղնախարարության կողմից։ Հերմինե Այվազյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։